Թուրքիա Թուրքիա, որը դուք չգիտեք։ Kürt medeniyet merkezlerinden milli geleneklerimizi Թուրքիա, ինչպես որ է։ Siz nerede, başbu orada. Կիսալուսնի մայրամուտը։ Տիրան Լոկմանյոզյանի հեղինակային հաղորդումը լրատվական ռադիոյի եթերում։ Ուրբաթ 14:20, երկուշաբթի 9:35։ Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարն է եթերում, հարգելի ռադիոլսողներ, տաղավարում ինչպես միշտ Գարեգին Խոմարյանն ու հաղորդման հեղինակ Տիրան Լոկմանյոզյանն են։ Բարև ձեզ, Տիրան։ Բարև ձեզ։ Հարգելի ռադիոլսողներ, այս մեր թողարկումը մենք որոշեցինք մի փոքր այլ կերպ կառուցել, քան նախորդները, եթե վերջին 4-5 թողարկումները մենք խոսում ենք թուրքական պատմության մասին, այսօր մենք թուրքական իրականության մասին կուզենք խոսել, որը մեզ ոչ այդքան քաղաքականությունն է հետաքրքրում կամ ինչ-որ այդպիսի լրահոսային բաներ, այլ մի երևույթ, որը թե մեզ է բնորոշ, թե նրանց է բնորոշ, թե բոլոր արևելյան ազգերին, այսպես ասած, խոսքս կաշառակերության մասին է։ Շատերը մտածում են, որ Թուրքիայում կաշառակերություն չկա, մինչդեռ ես համոզված եմ, որ կոռուպցիան թուրքական հասարակության ընթացքը պայմանավորող երևույթներից մեկն է։ Համաձայն եք ինձ հետ, Տիրան։ Այո, Թուրքիայում կաշառակերություն չկա, իհարկե չի կարելի ասել, որովհետև Եվրոպայում անգամ ընդունված է, որ համարյա կարելի է ասել, որ կաշառակերությունը հենց օսմանցիներից է դուրս եկել կամ այնտեղից է տարածվել եւ ամբողջ օսմանյան ժամանակաշրջանում էլ օսմանյան պետությունը նշանավոր էր ճանաչված էր ամբողջ աշխարհով մեկ եւ ամբողջ Եվրոպայով որպես կաշառակերության բույն։ Դուք Օսմանյան կայսրությունից սկսեցիք, մի հետաքրքիր բան հիշեցի, վստահ եմ ռադիոլսողներից շատերն էլ կիմանան, որ Օսմանյան ժամանակաշրջանում կոռուպցիան իր որոշակի դրսևորումներով եղել է օրինական, դրա դեմ չեն պայքարել, այսինքն նույնիսկ տեղական չինովնիկները, պաշտոնյաներ, ովքեր նշանակվում էին մարզերում, իրենք աշխատավարձ չէին ստանում ու ենթադրվում էր, որ իրենք իրենց տունը պետք է պահեն այդ բախշիշների ու մնացած ամեն ինչի հաշվին։ Բոլոր նահանգներում չէ, բայց հատկապես փոքրամասնություններով բնակեցված տեղանքում, զորօրինակ Արևմտյան Հայաստանում, թուրք կառավարիչները իրենք չեն ստացել ըստ էության աշխատավարձ։ Անկամ Փադիշահը սուլթանը կաշառք էր վերցնում։ Պատկերացնում եք, այսինքն ամբողջ կայսրության ղեկավարը, որը ամեն ինչ իրան էր պատկանում իհարկե, իմիջիալոց օրենքով էլ այդպես էր, ամբողջ կայսրությունը իրան էր պատկանում։ Այդ թվում եւ մարդիկ։ Այո, մարդիկ էլ, երկիրն էլ, հողն էլ, ամեն ինչ իրան էր պատկանում։ Պատկերացրեք, որ Փադիշահը կաշառք էր վերցնում, կամ Փադիշահի մայրը, Փադիշահի կինը կաշառք էին վերցնում, եւ այդպես փաշաներ էին կամ սադրազամներ էին փոխում ու նորերը բերում։ Նախ ասեմ, որ համարյա չկա սադրազամ, որը առանց կաշառքի Սադրազամ առաջին վեզիր, այո, Սադրը Ազամ, այո, առաջին վեզինը գլխավորը, այսինքն Փադիշահից հետո եկող մարդն է դա։ Միշտ կաշառքով են ընդունում, այսինքն այն ժամանակ կաշառք չէր գոչվում, իհարկե նվեր էր գոչվում, ինչպես մինչև այսօր բախշիշ անունով ավելի ճանաչված է, դա նվեր էր, դա այսինքն ոչ օրինական գործ չէր, ինչպես ասեցիք, դա սովորական էր, պետք է այդ բախշիշը, այդ նվերը դրվեր։ Դրանք ո՞նց էին անում։ Գալիս էին սուլթանին, այդ մարդուն հենց ձեռքից ձեռք նվեր էին տալիս, թե սուլթան օրինակ, չգիտեմ, ժամացույցների մի խանութ ուներ, երբ որ պետք է հարց լուծես, հետո գնում էր այդ շատ թանկարժեք այդ ինչ որ մի բան առնում։ Ուղղակի առաջարկում են, ով ավելի շատ տալիս էր, նա ստանում էր, եւ ստացվում էր, որ ասենք մեկը ինչ որ կաշառք է տալիս, կամ ասենք մեր այսօրվա հասկացությունով կաշառք խոսքը կաշառք բառը վատ հնչողություն ունի, ինչպես ասեցի, բախշիշ կամ նվեր էին տալիս, հետո ինքը այդ բանին դիրանում էր, այդ դիրքին դիրում էր, հետո մի ուրիշը գալիս է շատ կարճ ժամանակ հետո իմիջիալոց մի քանի ամիս հետո կամ մի ամիս հետո ու առաջարկում էր ավելի շատ փող եւ սրան ազատում էին, մյուսին էին նստածում։ Հետո այս առաջինը
ջղայնանում էր դրա վրա, որ ոնց ես այդքան փող տվեցի ու իմ դեղս գործրեցի, ավելի շատ փող էր հավաքում, գալիս էր, առաջարկում էր ավելի շատ փող, իսկ երկրորդին էլի հանում էին, էլի առաջինին դնում էին։ Բախշիշներ ամեն ինչի համար, մանավանդ նման դիրք գրավելու համար եւ անպայման դրվում էր, եւ նաեւ բախշիշ կար նաեւ, որ падիշահն էր տալիս։ Ասենք օրինակ հատուկ օրերին, տոնական օրերին падիշահը բախշիշ էր բաժանում եւ օրինակ ենիչերիներին բախշիշ պիտի բաժաներ, ստիպված էր նա, այդպիսի օրենք կար եւ ենիչարները գալիս էին ու սպասում էին, որ իրենց բախշիշը ստանան եւ լինում էր падիշահը ոչ միայն վերցնում էր բախշիշը, նաեւ բարկաշարք տալիս էր։ Իհարկե, դե եղել են դեպքեր, երբ ենիչարները գոհ չէին իրենց ստացած բախշիշից, բունտ էին բարձրացնում եւ դեպքեր եղել, որ հարձակվել են բալադի վրա, անգամ սպանություններ են եղել եւ այլն, ավերածություններ, Ստամբուլի մի մասը ավերվել է, մեծ դեպքեր, հենց բախշիշի հետ կապված, որովհետեւ իրենք չեն ստացել իրենց ուզածը։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես էր դա տեղի ունենում, այսինքն ես չեմ հավատնում, որ ուղղակի ինչ որ մեկը կմտներ սուլթանի ջեբը 2 կոպեկ փող կդներ ու կգնար։ Դա վստահաբար ինչ որ հետաքրքիր ձևով էր արվում, ինչ որ նախնական շոուներով, ձևը ինչպես է։ Իհարկե, ուղղակի սուլթանի գրբանը ոչ մեկ բան չէր դնում, բայց սուլթանին հայտնվում էր ուրիշների միջոցով, որ այս մարդը այսքան այս դիրքին դիրանալու համար պատրաստ է այսքան նվեր տա։ Նվերը տալիս էր կամ այդ գերատեսչությանը, որը գնում էր իհարկե падիշահին, կամ այդ նվերը ինքը անում էր ինչ որ մի ուրիշ ազդեցիկ մարդուն կամ կնոջ, օրինակ կանայք այս գործերի մեջ շատ աշխատում էին, մանավանդ падիշահի կանայք, նշանավոր կանայք կան, падիշահի կանայք կամ մայրեր, որոնք նույնպես այս գործերով բավականին զբաղվում էին, ինչպես այսօր գոյություն ունի մեր աշխարհում դեմոկրատիկ երկրներում, որ պրեզիդենտը եւ այն երկրի ղեկավարը first lady ունի, առաջիկինը, որոնք նաեւ այսօր մեր իրականության մեջ ինչ որ գործեր են անում, կարելի է նրանց դիմել ու հասնել երկրի ղեկավարին, այն ժամանակ էլ նույնը կար падիշահի մայրը կամ կնոջ միջոցով, իմ ինչպես ասացի, շատ նշանավոր մայրեր ու կանայք կային, որ շատ մեծ խաղեր էին այնտեղ խաղում, պալատում եւ շատ մեծ կարևոր դեպքեր էր կատարվում իրենց միջոցով եւ նրանցից մի քանիսը ճանաչված էին, նշանավոր էին, որ այս նման գործարքներ էին անում։ Իրենք իրենց բաժինը ստանում էին, ինքը գնում էր հետո իր տղու կամ ամուսնու մոտ ու համոզում էր, որ այսինչ փաշային սադրազամ նշանակի, ինքը պատրաստ է պալատի ունեցվածքին այսքան ոսկի եւ այլն ավելացնելու, այսինքն падիշահին իհարկե անուղակի կերպով եւ համոզում էին եւ падիշահը ընդունում էր, տեսնում էր, որ հա լավ փող է տալիս այս մարդը, ուրեմն կարելի է նրան սադրազամ նշանակել։ Այսպես էր կատարվում իհարկե, ոչ թե ուղղակի գնալ падիշահին ասել, որ ես այսքան եմ տալիս։ Կար ինչ որ մի շեմ, որից ցածր ենթադրենք խոսել չարժեր, կաշառքի մի չափ, փոքր չափ, որը եթե դու առաջարկեիր ինչ որ լուրջ պաշտոնյայի կամ նույնիսկ падիշահի, ինքը կարող էր ուղղակի նեղանալ փոքր չափից ու գլխատել քեզ։ Գլխատում էր թե չէր գլխատում չեմ կարող ասեմ, բայց իհարկե համապատասխան, այսինքն падիշահն է վերջիվերջո դեմը կանգնածը, համապատասխան քանակություն պետք է առաջարկեր։ Իհարկե այդ քանակությունը միայն ոսկի չէր, նաև ուրիշ բաներ կարող էր լինել, այսինքն կանայք, ձիեր եւ այլն։ Միլետները անում էին բախշիշ падիշահին։ Իհարկե, իմիջիայլոց օրենք կար, օրինակ պատրիարքը երբ որ ընտրվում էր, պարտավոր էր բախշիշ տալու падիշահին եւ սադրազամին։ Ինչպես ասեցի, սրանք կաշառք չէին դիտվում։ Սա ոնց որ կարծես այսօրվա մենք որ ինչ որ պետական դեղ, եթե ինչ որ մի գործարք ենք անում, պետության փող ենք մուծում, չէ՞։ Տարբեր տուրքեր, այո, տարբեր ձևերի։ Սա էլ ավելի շատ նման մի բան էր, այն ժամանակ ոչ բանկ կա, ոչ հաշիվ կա եւ այլն, ոչ էլ որոշ չափ կար։
Այդ թուրքը մտնում է պետական գանձարան, իսկ բախշիշը գնում է անձամբ падիշահին։ Իհարկե, բայց չէ որ այդ հասկանալի պետական գանձարանը ձախ գրպանն է, իսկ իր անձնական գրպանը աջ գրպանը։ Պետությունը հենց падիշահն է, դա չմոռանանք։ Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է շարունակում Կիսալուսնի մայրամուտ հաղորդաշարը, խոսում ենք բախշիշի ու առասարակ կաշառակերության մասին Թուրքիայում Օսմանյան ժամանակաշրջանում եւ ժամանակակից։ Նախորդ հատվածը Տիրանը նկարագրեց, թե ինչ էր բախշիշը, ինչ էր այդ ստվերային շրջանառությունը գումարների Թուրքիայում, Օսմանյան կայսրությունը, բարձր դա այդքան էլ ստվերային չի եղել, շատ օրինականացված է եղել այնինչ մենք այսօր կաշառք ենք անվանում։ Եկեք խոսենք ժամանակակից շրջանի մասին, ինչ կա հիմա այս առումով Թուրքիայում։ Իհարկե, երբ որ արդեն հանրապետությունը հռչակվեց եւ Թուրքիան դարձավ ժամանակակից պետություն, որտեղ այլևս ոչ падիշահ կա, ոչ սադրազամ կա եւ այլն, այդ դեպքում արդեն բախշիշ տալը հանցանք էր։ Բայց քանի որ այդ տարածքում, այդ երկրում այդ սովորությունը կար, իհարկե հանրապետական շրջանում շարունակվեց եւ բոլորն էլ գոհ էին այդ բանից։ Իհարկե իշխանավորները գոհ էին, որ իրենք ստանում էին այդ բանը եւ մնացած ժողովուրդն էլ գոհ էր, որ ինքը տալիս էր ու ստանում էր ինչ որ բան դրա փոխարեն։ Աթաթուրքը բախշիշ վերցնում էր, կան դեպքեր հայտնի Աթաթուրքը կարիք չուներ բախշիշ վերցնելու, որովհետեւ Սուլթանն էլ կարծես չուներ։ Սուլթանը չուներ, բայց ինքը դրանով էր եկամուտ ստանում, իսկ Աթաթուրքը այնպիսի դիրք ուներ Թուրքիայում, անցած անգամ դրա մասին խոսեցինք, ինքը միգուցե սուլթանից էլ ավել իշխանություն ունենալով իրան վերցնում էր արդեն ինչ որ իրան պետք էր կամ իրեն նվիրում էին նաև առանց ոչ մի դրա փոխարեն ինչ որ բան ստանալու, դա էլ ասեմ եւ ամեն տեղ որտեղ որ ինքը այցելում էր իրեն ագարակներ էին նվիրում, տներ, շենքեր, հողամասեր եւ այլն վերցնում էր։ Այո եւ շատ հետաքրքիր բան դրա մասին էլի իհարկե չէր խոսում, չի կարելի խոսել այդպիսի բաներ, բայց վերջերս հրատարակվեց մի ամբողջ ցանկ, թե Աթաթուրքը իր մահից հետո ինչ է թողել, որ նայում ես, թվում է թե երկրի կեսը իրան էր պատկանում։ Ահրելի մի հարստություն։ Եկեք վերադառնանք մեր ժամանակաշրջան, այսօր ժամանակակից Թուրքիայում ինչ է տեղի ունեն։ Ուրեմն նախ ասեմ, որ ինչպես ասացի, Թուրքիա հանրապետությունում արդեն օրենքով արգելված էր կաշառք տալու վերցնելը, բայց քանի որ Օսմանյան կայսրության շարունակություններ Թուրքիա հանրապետությունը շարունակվում էր նվեր տալ, բախշիշ տալ, իհարկե այս դեպքում արդեն կաշառք տալ եւ կաշառքը ընդունելը։ Բայց ամեն դեպքում ասեմ, որ էլի լինում էին մարդիկ, որ կաշառք չէին վերցնում եւ մարդ պետք է զգուշ լիներ այս դեպքում կաշառք չվերցնելիս չէ, գաշարք դվողը պետք է զգուշ լիներ, որ կարող է այնպիսի մարդու հանդիպի, որ այդ մարդը գաշարք չի վերցնում, ու իր գլխին կարող է փորձանք լինի։ Դրա համար շատ զգուշ լինեն, բայց ասեմ, որ 99%-ը վերցնում էին, եւ մինչեւ այսօր էլ այդպես է, եւ այդ կառույցի մեջը, եթե մեկը գաշարք չէր վերցնում, նրան երկար չէին թողնում այդ կառույցի մեջը, եւ լավ աչքով չէին նայում իրան։ Այս բանը շարունակվեց մինչև Թուրգուտ Özali ժամանակաշրջանը։ Հետաքրքիր ինչ եղավ, գիտեք, մինչև այդ երբ որ մարդիկ զգուշորեն էին տալիս կաշառքը, այլևս կաշառքը դարձավ այնպիսի մի բան, ինչպես Օսմանյան ժամանակաշրջանում էր, այսինքն ոնց որ թե ազատ կարելի է տալ եւ մարդ չմնաց համարյա թե գաշարք չվերցնի եւ ոչ մեկը այլևս մտավախություն չուներ որ ինչ որ մեկը գաշարկը չի վերցնի այնպեսի համատարած երևույթ ընդունեց այդ կաշառակերությունը գաշարք վերցնելու տալը որ կարելի ասել որ 100%-ի հասավ անգամ գիտեք մի անեկդոտ էր շրջում այն ժամանակ մեկը գնում է ինչ որ պետական պաշտոնյայի մոտ մեծ գործի համար ասում է խնդրեմ ասում է այս 1 միլիոն վերցրեք ոչ մեկն էլ չի իմանա այս պաշտոնյան հետ է տալիս այդ փողը ասում է դու ինձ 2 միլիոն տուր եւ ում ուզում ես պատմի այսինքն վախը վերացել էր Özalից հետո վերացավ եւ համարյա այդպես էլ շարունակվում է հիմա էլ այդպես այո որ ոլորտներն են հատկապես կոռումպացված դիրան այսինքն պետական որ հատվածի հետ շփվելիս պետք է շատ փող հետվեցնես դե բոլոր ոլորտներն էլ կոռումպացված են պետական իհարկե այստեղ ոչ թե ոլորտներն են էականը այլ ինչ գործարք պետք է կատարվի
եւ ամենամեծ կաշառքները եւ գլխավոր կաշառքները իհարկե այստեղ գնում են, ասենք, պետության հետ կապված ինչ որ գործարք կատարելու են։ Տենդերների մասին է խոսքը։ Այո, այս ոլորտներում հսկայական իհարկե փողեր են պատտվում, քանի որ հսկայական գործեր են եւ ասեմ մանավանդ Özali ժամանակ այս բանն էլ զարգացավ, այն ժամանակ ինչ որ ոլորտներ զարգացան, որտեղ կարելի է մեծ քանակությամբ փող յուրացնել եւ դրա համար էլ կարելի էր մեծ քանակությամբ կաշառք պահանջել ու վերցնել։ Այս մի բան բացատրեք Տիրան, մեզ մոտ էլ է նույն իրավիճակ ու չար լեզուները ասում են, որ Հայաստանում էլ, տենդեր շահելու համար ճանապարհաշինական պետք է վերև փող տալ։ Եթե երկու տեղում էլ նույն կերպ է կատարվում, եթե երկու թե հայկական շինարարական ընկերությունները Հայաստանում ճանապարհ կառուցելիս, թե թուրքական շինարարական ընկերությունները ճանապարհ կառուցելիս ատկատ են տալիս միևնույն։ Թուրքիա մտնում ես, առաջին բանը, որ աչքին է զարնում, ճանապարհն է։ Հայաստան գիտեք ինքներդ, ինչպես է ստացվում, որ նույն համակարգի պայմաններում այնտեղ շատ լավ է, այստեղ ոչ է։ Դա պատճառներ ունի, մեկը այն է, որ Թուրքիան այս ամեն ինչը արդեն դասնամյակներ է կիրառում, եթե ոչ հարյուրամյակներ, եւ արդեն վարպետացած է այս ամեն ինչի մեջը, իսկ Հայաստանը դեռ նոր է սովորում, անգամ առաջ այդպիսի շատ ճանապարհաշինություն մեծ մոդել չկար, հետո սկսան հասկանալ, որ այստեղից կարելի է շատ լավ փող աշխատել եւ Հայաստանում էլ ամեն օր տեսնում ենք ինչ որտեղ ճանապարհաշինությունով են զբաղված կամ ուրիշ շինարարական աշխատանքներ։ Շարունակ շինարարական աշխատանքներ ենք տեսնում, որ պետությունը ինչ որ բաներ է անում, մի կողմից մտածում ես, որ պետությունը փող չունի, բայց ինչի է այսքան շինարարական աշխատանքներով զբաղվում։ Հիմա ես կասեի ասենց, երկու տարբեր մոդեցում կա, մյուս պատճառն էլ դա է։ Այսինքն, Հայաստանում, երբ որ ասֆալտապատելու են ինչ որ ճանապարհ, դրա հաշվարկը արվում է ինչպես միշտ, ինչպես բոլոր երկրներում, օրինակ, եթե ընդունենք, որ $100,000 պիտի ծախսվի այս ճանապարհի վրա, հաշվարկը արվում է 100,000, ներկայացվում է 100,000, փողը դուրս է գրվում 100,000, 100,000-ի 50,000-ը ուտվում են եւ մնում է 50,000-ով գործ են անում։ Թուրքիայում ինչ են անում։ Թուրքիան քանի որ մեծ երկիր է եւ հիմի մանավանդ Özalից հետո ամեն ինչ փողի վրա է դրված եւ պետությունը շատ մեծ չափսերով եւ նախկինի է Թուրքիայի հետ համեմատած մեծ չափսերով, շատ մեծ չափսերով մտնում է ժողովրդի գրպանը։ Եվ ժողովուրդը արդեն սովորած է, ժողովուրդն աշխատում է, որ այդ ծախսերը կարողանա փակի։ Ուրեմն ինչ են անում։ Հաշվարկ են անում 100,000 նորից, չէ՞, նույն ճանապարհի համար նույն փող, եթե ընդունենք։ 100,000 հաշվարկ են տալիս, բայց ներկայացում են 200,000։ Դուրս է գրվում 200,000, էլի կեսը 100,000-ը ուտում են, 100,000-ը ճանապարհաշինություն, բայց քանի որ արդեն նախատեսվածը 100,000 էր, այսինքն 100,000-ով այդ մարդը կարող էր իսկապես 20 սանտիմ ասֆալտ գցել, ստացվում է, որ 20 սանտիմ ասֆալտը դրված է։ Դրա համար էլ Թուրքիան գրկնապատիկ վճարելով իսկական այդ ճանապարհը ստանում է իսկական հաստությունը ասֆալտի եւ դրա համար որակյալ ասֆալտ է ունենում, իսկ Հայաստանը գրկնապատիկը չի մուծում, ժողովրդի գրբանից ավել փող դուրս չի գալիս, բայց քանի որ դրա կեսը տանում են, ստանում է 50% կամ 50%-ով որակյալ ասֆալտ։ Դա է գլխավոր պատճառը։ Առաջին անգամ Թուրքիայում կաշառք ում եւ ինչի համար եք տվել։ Առաջին անգամ կաշառք ես անձամբ դվել եմ քաղաքապետարանի պաշտոնյային, որը եկել է ստուգելու իմ խանութը։ Եվրոպայում մեծացած կրթված մարդիներով ինձ համար շատ դժվար էր կաշառք տալը եւ շատ հակառակ էի։ Դրա համար իմ խանութում ես ամեն ինչ ճիշտ է արել։ Բայց գալիս է այդ պաշտոնյան եւ իրենք հատուկ ինչ որ բաներ ունեն, գիտեն, անգամ եթե ամեն ինչ ունես այնտեղ դրած եւ այն ամեն ինչ կարգու կանոնով է, ինչ որ բան գտնում են, առաջի անգամ այդպես էլ եղավ։ Ամեն ինչ ասում էր, «Էս ունես», հետո այնպես արեցին, որ ինչ որ մի բան հնարեցին ու ասեցին, «Լավ, մենք մի շաբաթ կգանք»։ Արդեն հասկանալի է, ճար չկա։ Մեր եթերաժամն ավարտին է մոտենում, ես կուզեի երկու բառով հարգելի ռադիոլսողներ ասել, թե ինչի որոշեցի այս մասին անել հաղորդում, ուղղակի հիշեք, որ ամեն անգամ կաշառք տալից կամ կաշառք վերցնելուց, որ դա մեզ թուրքերն են սովորացրել։ Այն որ դուք կաշառք եք տալիս, ձեր մեջի պստիկ թուրքն է այդ կաշառքը տալիս, ոչ թե դուք։ Ու ամեն անգամ, երբ մենք նման գործերի մեջ ենք ընկնում, մենք մեզ պահում ենք այսպես երջանիկ օսմանահպատակների նման։
Այսքանը հարգելի ռադիոլսողներ, շնորհակալություն Տիրան տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։